Հայրս 94 թվականին զոհվեց Արցախի առաջին պատերազմում, 3 դուստրերին թողնելով։ Մայրս միայնակ կարողացավ մեզ դաստիարակել, մեծացնել եւ կրթություն տալ բարձրագույն 3 աղջիկներին։ Մասնագիտություն ստացա բարձրագույն Գյուրջան Կիրառական արվեստի ինստիտուտը, նկարիչ ոճավորող էի, համ ուսանող էի, համ աշխատում էի Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում պատանի նկարիչների խմբակավար։ Այդ նույն կենտրոնում ես որպես աշակերտուհի էի գնում նկարչության խմբակների։ Մասնակցել եմ Հայաստանում մի շարք մրցույթների, նորաձևության ասպարեզում, ստացա Հայաստանի դիզայներների միության անդամ, եւ աշխատում էի, եւ տանը ստեղծագործում էի, անհատական ցուցահանդես միշտ երազել եմ, բայց քանի որ տղաս փոքր էր, միշտ մտածում էի, որ այն ժամանակ ցուցահանդես անեմ, երբ որ Նարեկը ամենամեծ գնահատականը իմ տղաս ինձ տա։ Տարիներ պատրաստել եմ ցուցահանդեսից, որ մասնակցեմ, ահագին աշխատանքներ էի ստեղծել իմ արվեստանոցում, որտեղ գտնվում էր հայրիկիս տանը, որտեղ ես ապրում էի տղայիս հետ ու մայրիկիս հետ, բայց բոլոր աշխատանքները մնացին։ 44 օրյա պատերազմը, որ սկսվեց, ես նորից վերապրեցի պատերազմի նույն արհավիրքները, այն ժամանակ 15 տարեկան էի, հայրս պատերազմի գնալուց միշտ ասել է, տանը մեծն ես, դու մայրիկին մենակ չթողես, կարող է ստացվի, հանկարծ ստացվի, որ ես չկարողանամ ձեր հետևից գամ, դու գիտես ինչ պիտի անես, որովհետև հայրիկս ինձ նռնակ նետել է սովորեցրել, միշտ ասում էր, եթե ես չկարողանամ ձեր հետևից գամ, դու գիտես ինչ պիտի անես, արդեն պատրաստ էի պիտի պայթեցնես քեզ ու մայրիկին, թուրքի ձեռը չընկնեք։ Այն ժամանակ ես ավելի ուժեղ էի, պատրաստ էինք, բայց 44 օրյա պատերազմի ժամանակ ես արդեն մայր էի։ 44 օրյա պատերազմի ժամանակ ես շատ թույլ էի ու զգացմունքային, մանավանդ երբ լսել եմ իմ աշակերտների կորստի մասին, հարազատների, բարեկամների, 3 աշակերտներս զոհվել են, գոլեգաներիս աշակերտներ, հարազատներ զոհվել են, աշակերտներիցս Արամ Արզումանյանը ինքը շատ լավ էր նկարում, այն աստիճանի տաղանդավոր էր, որ դու բերանով պիտի մի կենդանու անուն ասեիր, ինքը անմիջապես վայրկյանների ընթացքում Արամ Արզումանյանը ինքը մկրատով, թղթով վայրկյանների ընթացքում կենդանին կտրում էր։ Ընդունվեց համալսարանը, այնուհետև զորակոչվեց, 44 օրյա պատերազմը սկսվեց եւ ցավոք սրտի զոհվեց։ Իսախանյան Դավիթ աշակերտ ունեի, ամեն անգամ Դավիթի համար նկարչության գալը տոն էր։ Ինքը պարտադրում էր ծնողին, որ սպիտակ վերնաշապիկ հագնի։ Ղազարյան Արսենը ինքը բժիշկ էր, մասնագիտությամբ ուսանող էր, 44 օրյայի ժամանակ ինքն էլ զոհվեց։ 44 օրյա պատերազմից հետո այդքան դժվարությունների միջով անցնելուց հետո էլի ուժ հավաքեցինք, տեղափոխվեցինք Ստեփանակերտ, արդեն որոշված, որ ցուցահանդեսը պիտի անպայման անհատական անեմ, բայց արդեն կիսով չափ փոխվել են ձևաչափերը, արդեն պիտի ցուցահանդեսը բարեգործական ձևի անեի ու զոհված աշակերտներիս ընտանիքներին ինչով կարողանայի օգնեի։ Համարյա ամեն ինչ ավարտված էր, մնում էր արդեն օրը որոշել, ցավոք սրտի չկարողացավ։ Սկսվեց 23 թվականի պատերազմը։ Շրջափակման ժամանակ ճիշտ է շատ դժվար ապրումներ ենք ապրել արցախցիներս, բայց եւ որ ասма մեկը մեկին օգնելով, բոլորը համախմբած մի ընտանիք ենք, բոլորը իրար ձեռք ենք մեկնում, չնայած արդեն քանի գնում էր, արդեն ավելի էր դժվարանում, պաշարները վերջանում էին, ոչ մի բան չկար խանութներում, օր ա եղել ես 9 ժամից մինչև 12 ժամ հերթ եմ կանգնել ու տարիքավ տատիկ պապիկի հերթ ստեղ եմ տվել ու ինձ հաց չի ասել։ Հետո խնդրել եմ, ասում եմ 5000 դրամով գոնե մի հատ հաց, բայց հաց չկար, չնայած եղածը մի հաց էր, այն էլ մենակ Նարեկին էր բավարարում, ես մայրս չէինք ուտում, չնայած լինում են պահեր, որ երանի եմ տալիս այդ օրերին, որովհետև գտնվում էինք մեր հայրենիքում, մեր ծննդավայրում, այցելում էի հորս գերեզմանը,
ամեն պատվեր անելուց հետո, եթե գումարը արդեն ստանում էի, Նարեկս միշտ իմանում էր, պիտի գնանք եղբայրական գերեզման, աշակերտներիս շիրմաքարին ծաղիկ տնենք, նոր արդեն որոշենք մնացած գումարը մեր կարիքները հոգալու համար, աշխատանքի տեղը ամեն Աստծոր աղոթում էի, որ դիմացս աշակերտ չուշաթափվի, որովհետև աշակերտները թեր սնված էին, ճանապարհին տեսնում էի ինչքան կանայք, հղի կանայք, երեխաներ ուշաթափվում էին, դպրոցում արդեն երեխաները չէին կարողանում, առաջին ժամից հետո 45 րոպե զորով էին մնում, վատանում էին, մենք ստեղծում էինք թեթևակի բլիթներ թխում, որ դպրոցում Նարեկը ուտի ծաղիկների, տերևների, լուսնի ձևով, որ չմտածին, որ այդ թխվածքը գրեչկա է աղած, մայոնեզով է պատրաստած, ինչ կար։ Ընկերուհի ունեմ, Կրիստինան, ինքը Թումանյան գինետանն էր աշխատում, մեկ-մեկ որ զարմանում եմ, ոնց է ինքը այդ չեղածից ինչ որ մի բան սարքում, բուտեբրոդներ, խմորեղեն, միշտ Նարեկի բաժինը տալիս էր, ասում էր աշխատանքից տուն գնալուց անպայման կմտնես իմ մոտ, Նարեկի համար բան կա։ Տղաս այնքան հասկացող էր, որ մի անգամ ասեց. «Մամ, գիտես, չպիտի բլոկադայի ժամանակ ասես կոնֆետ եմ ուզում, տորթ եմ ուզում, պիտի ասես ինչ տանը կա»։ Սեպտեմբերի 19-ին պատերազմը որ սկսվեց, մինչև սկսվելը սովորականի համաձայն Նարեկին տարա դպրոց, ես տանը պատվեր էի անում, հեռախոսի զանգ ստացա ծանոթից, ասեց Գայանե ջան, Նարեկին գնա դպրոցից շուտ բեր, արդեն թուրքերը մտել են գյուղերը։ Մինչև դպրոցը վազում էի ու հասա տեսա Նարեկը գալիս է դիմացից։ Նարեկ ջան, բա դու մենակ ճանապարհ եկած չկաս, ուսուցչուն քեզ ոնց է բաց թողել։ Ասում եմ մամ ջան, դպրոցում լուրեր են, որ պատերազմ է սկսվել։ Ես էլ վախեցա, ասեցի շուտ տուն գամ։ Ամեն Աստծո օր փառք եմ տալիս ու Աստծուն ու առողջություն եմ խնդրում ու շնորհակալություն եմ հայտնում այդ ծանոթը, որ ինձ զանգեց։ Եթե այդ զանգը չլիներ, իմ տղան դեռ ճանապարհին իր հավեսով կամած ման գալով կգար։ Եղել է դեպք, որ երեխան դպրոցից գալուց պատերազմը որ սկսել է, այդ արկի պայթունից ձենից սիրտը կանգնել է։ Հասել ենք տուն, միջև մի քանի րոպեն արդեն արկը պայթեց, ահա որ ձեները անբացատրելի, մի քանի անգամ տղաս քիչ մնաց ուշաթափվի, ես իմացա, թե ես ուժեղ եմ, բայց փաստորեն պարզվեց, որ ես շատ վախկոտ էի, ես շատ զգացմունքային, նայում եմ մամայիս, նայում եմ տղայիս, մենք էլ ապրում էինք առանձնատուներ Ցորի Զորամասի մոտ, մի 15 տուն ներքև էլ վայնկոմատներ գտնվում, այսինքն քաչ գիտակցում ենք, որ միշտ հենց Ցորի Զորամասի վրա են կրակում, հնարավոր չէր մնալ տեղ, չնայած 2 ժամից ավելի մնացինք մեր առաջի հարկի նկուղում, բայց այն աստիճանի ահա որ էր այդ ձեները, մեկ-մեկ ես չեմ հավատում, որ մենք փրկվել ենք ու այդ ձեների միջով մենք անցել ենք, արդեն կոնորոշվել ենք, որ մամ հնարավոր չի ստեղ մնալ, քույրիկս կենտրոնական փողոցում էր, իրանց շենքը ավելի ապահով էր, հրթիռակոծության տակ ոտքով ու մենակ մենք չենք, ամբողջ քաղաքը մեկը վազում է երեխայի հետևից, մեկը հիվանդանոց, մեկը ճանապարհին է, բոլորը վազում էին, այդ ձևի քաոսային վիճակ էր։ Մայրս քայլելու հետ դժվարություն ունի, բայց այն աստիճանի էի վախենում, որ ասում էի մամ, ավելի շուշուտ արի, հասիր մեր հետևից, ասում է կարևորը Նարեկին փրկես, դուք վազեք, ես էլի մի ձև կհասնեմ։ Այդ ձևի շուտ եկանք նկուղ, քույրիկի շենքը, տեսանք արդեն գյուղերից ոտաբոբիկ քաղաքացիներ, գյուղացիներ, իրանց գյուղերը արդեն մտել են, քույրիկիս նկողում այդ ձևի մնացինք այդ օրը, հաջորդ օրը առավոտյան ասում եմ մամ, համարյա ոտաբոբիկ դուրս ենք եկել տնից, փաստաթուղթ չկա, ոչ մի բան չկա, հայրիկի մարտական խաչը, հայրիկի լուսանկարները, արդեն որ պատերազմը ավարտվեց, որոշեցինք ես ու մայրս բարձրանանք տուն։ Մի կերպ հասանք տուն, արդեն վերևի թաղամասերում թուրքեր էին, զանգ եկավ, որ
ոչ մի բան չվերցնեք ճանապարհին, արդեն պանիկա էր սկսվել, որ պիտի քաղաքը դատարկվենք, հայրիկս էլ Այգեստան գյուղի Վաշտի հրամանատարն էր, բոլորը ճանաչում էին, զոհվելուց հետո հակառակորդի կողմից 30 օր հետո դիակը տեղափոխեցին, շատ ուժեղ հետախուզ էր, շատ մտածել եմ, ասում եմ մամպա, որ հայրիկի նկարները տեսնեն, ճանաչեն մեզ, ես մեր մասին չեմ մտածում, ես իմ տղայի մասին եմ մտածում, չգիտենք ոնց պիտի անցնենք իրանց միջով, բա որ դանակով վիզը կտրեն մեր, ավելի լավ է պապայի մարտական խաչը, նկարները եւ մեր նկարների մի մասը, որ մենակ չլինի հայրիկը հողի մեջ հատուկ տեղ թաղել ենք, որ մնա իր հողում։ Մի բուր հող վերցրինք, լուսանկարներ, մինչև վերցնելը դու մի ասա թուրքերը նորից մտել են արվարձանները վերև, այն աստիճանի էին ուժեղ կրակում, որ չհասցրինք դուռ փակել փաստաթղթերով, լուսանկարներով, ցուցահանդեսից 2 գործ վերցրի, դարպասը որ բացել եմ 200-ից ավել հայեր վազում էին գոռալով, մի տատիկ գետնին ընկած, որ ձեռքով անում ասում վազեք, փրկվեք, մեր տնից 500 մետր վերև տղա վիրավորվեց։ Մենք մեր ընտանիքով դուրս ենք եկել ամենավերջին օրերից մեկը սեպտեմբերի 29-ին, արդեն որ ջուր չկարողացան գտնել, մեր բակում էլ մեծ նռան ծառ կար, լիքը նռներ էր։ Ես չվախենալով գնացի բացեցի դուռը, մի քանի նուռ թողել եմ ծառին, համարյա մի մեծ տոպրակ վախենալով, արդեն թաղամասում հարևան չկար մեր թաղում, բայց մտել եմ նորից մեր պատերից համբուրել, նորից ներողություն խնդրել, մեր բալկոնից հայրիկիս գերեզմանը երևում էր, արդեն գերեզմանոցում էին թուրքերը, չկարողացանք վերջին անգամ գնալ հրաժեշտ տալ, բալկոնից հրաժեշտ տվեցի հայրիկի գերեզմանին, նռներով լիքը տոպրակը վերցրի, ճանապարհին ինչքան մանկահասակ երեխաներ տեսա, բաժանելով հասա, ասում եմ ջուր չկա, գոնե նուռը կմզեք, կխմեք ու կգոյատևեք էլի մինչև հասնեք։ Ես մայրս տղաս օրը 3-ից 4 անգամ բարձրանում էինք կառավարության շենք, այնտեղ գտնվում էին այն մարդիկ, ում մեքենա չունեին։ Լսել ենք, որ Հայաստանից գալիս են ավտոբուսներ, որ տեղափոխեն այդ մարդկանց։ Մի օր շատ ուժեղ անձրև էր ու խոնավ, արդեն մերս էլ հյուծված, Նարեկն էլ արդեն տաքության մեջ թույլ էր, որոշեցինք մնալ այդ գիշերը տեղ, մինչև տեսնենք ոնց կարող ենք դուրս գալ։ Մի պահ հիշեցի իմ գոլեգայի հեռախոսահամարը, զանգեցի Գայանեին, ասում բայց դուք որտեղ եք հիմա, ասում եմ Գայանե ջան, մենք կառավարության շենքի գետնին ենք, Նարեկը գրկումս քնած, մենք հենց ստեղ ենք, ամսի 28-ն է, այդ ընթացքում շատ զանգեր էր գալիս, որ մի որոշ մասսա պահելու են Ստեփանակերտում, մի 300 հոգի պահելու են, հրապարակում էլ այդքան մարդ էինք, գոլեգաս ասում խնդրում եմ 3 րոպեին ժամանակ տուր, 3 րոպե հետո զանգեց, ասում մեր բարեկամը ամենավերջին ավտոբուսը, սպիտակ ավտոբուսը դուրս է գալու, թեկուզ գետնին էլ լինի ավտոբուսում կմտնեք, ամբողջ գիշեր զանգում էի վարորդին, ասում եմ, խնդրում եմ, աղաչում եմ, մենակ չթողես, չխաբես, մեզ է հաստատ դուրս կանես, թուրքի բաժին չդառնանք, այդ ժամանակ նռնակ չկար ձեռքս, բայց կար էսենցա, ուքսուս, տանը կար մի հատ, վերցրել եմ, ասում եմ, մամ, նռնակ չկա, բայց էսենցա կա, ես չգիտեմ ոնց ենք Հակարիով անցնելու, սեպտեմբերի 29-ն էր առավոտ 8:15, արդեն թուրքերը քաղաքի մեջ էին, չգիտենք ոնց ենք դուրս գալու, բայց ես ավտոբուսի մեջ նստած արդեն կարողացա լիարժեք շունչ քաշեմ, որ փրկվել ենք մենք։ Միջև Հակարի հասնելը ճանապարհին մի քանի տեղ թուրքերը կանգնեցնում էին ու տղամարդիկ կային ավտոբուսում, իրանց ձեռքը անուններ կան,
ասում են ակնոցները հանեք, գլխարկները հանեք, մենակ տղամարդկանց էին հարցնում, ստիպում էին անձնագրերը ցույց տան, անուն ազգանունները տեսնեն, չգիտեմ ում էին փնտրում, համենայն դեպս մենք ավտոբուսի մեջ ահա որ վախեցանք։ Մայրս էլ առաջ էր նստած, պեչենի ու ջուր տվեցին։ Վարորդն էլ մեզ ասել է, ինչ տան կվերցնեք, բայց հետո չխմեք, էլի կարող է վարակված լինի։ Հələ մենք դեռ երկար ժամանակ ունենք անցնելու, էլի իրանց կողքով։ Մամայիս ձեռքերը դողում էր այդ ջուրը ու պեչենիները, որ վերցրեց։ Ասում է, չգիտեմ, ինձ այնքան ատեցի, որ թուրքի ձեռից ես ուտելիք վերցրի, բայց ինչ անեմ, հանուն փոքր երեխաներ կային։ Մեր ընտանիքին շատ սիրված հարազատ տիկին Լարիսան, որտեղ մենք տուն ենք վարձակալել հարևանությամբ, սառնարանի բոլոր պարունակությունը, մրգերը, չորացրած հատապտուղները բերում էր մեր համար ու իր խորհուրդներով, իր աջակցությամբ, ինչով կարողանում էր օգնում էր այդ կինը։ Միշտ ասում էր, չնեղվես, ուժ ես հավաքելու, աշխատանք ես գտնելու, կարևորը քեզ լավ նայես, որ կարողանաս մամային ու Նարեկին պահես։ Facebook-յան էջով տեսա, արդեն հարցնում էին ինձ, գիտեին, որ ձեռքի աշխատանքներ եմ անում, արդեն պատվերներ էին ուզում տան, ունեի Հայաստանաբնակ ընկերներ, արդեն չգիտեմ իրանց այդ պահին պետք չէր, համենայն դեպս բոլորին մերժում էի։ Մանկության ընկերուհիս առանց իմ ասելով վրձիները, գուաշները վերցրեց, նյութերը, նկարչական պարագաները, հասավ, որտեղ մենք բնակվում ենք վարձակալության տանը, ասաց դու պիտի ուժ հավաքես, ստեղծագործող մարդ ես, դու պիտի նորից ստեղծագործես, ոտքի կանգնես։ Ինձ ոգեշնչման աղբյուր դառավ Բուլղարիայից պատվերները, Հայաստանաբնակ բժշկուհի ապրում է Բուլղարիայում, ու իմ աշխատանքները Facebook-յան կայքով տեսնելով մի քանի մեծ պատվերներ, ես միշտ ասում եմ, Լիլիթը իմ բարի փերի հրեշտակն է, այդ պատվերների շնորհիվ արդեն ոտքի կանգնեցի մի քիչ, մոտակա դպրոցներում Նարեկիս չվերցրին, Փառք Աստծո 117 դպրոցում քանակեր մեծ ուրախությամբ վերցրեցի Նարեկիս դպրոց, 2 ամիս այնտեղ սովորել է, դասղեկի հետ մինչ այսօր կապը կա, ընկեր Հարությունյանի, բայց աշխատանք չգտա քանակերում, մոտակա տեղերը, ես պիտի երեխաների հետ աշխատեի, որ կարողանալ նորից ինքս ինձ գտնել։ Տեղափոխվեցի երկրորդ մասիվ, Նոր-Նորքի երկրորդ զանգվածի մշակույթի տանը, նկարչության խմբակավար եմ հիմա, 20-ից ավել աշակերտներ ունեմ հրաշք կոլեկտիվ, հրաշք, ընտանիք են արդեն իմ համար իրենք, արցախաբնակ աշակերտներս բոլորը իրենց նկարներում իրենց տունն էին ուզում նկարել, մեր գերեզմանները, տղակա աշակերտ ունեմ, ասում է, հայրիկիս գերեզմանն եմ ուզում նկարեմ, պապիկիս գերեզման, ասում եմ, ավելի լավ է մենք եկեղեցիներ նկարենք, մենք ավելի լավ կյանք նկարենք թղթի վրա, որովհետև մենք վերադառնալու հույսը չենք կտրել։